Շնորհակալություն, պարոն Պապյան, նախագիծը բավականին կարևոր է եւ բացեր է լրացնում, բայց այստեղ մի հարց կուզեի լսել ձեզանից։ Ենթադրենք լիազոր մարմնի կողմից արված այսպես ուսումնասիրության արդյունքում որոշակի անհամաձայնություն է լինում տնտեսվարողի կողմից, հետևաբար դրա հաջորդ փուլը ռեֆերենս փորձաքննության եւ լաբորատոր գործողությունների կարիք է առաջանում, ռեֆերենս լաբորատորիա մենք արդյոք ունենք կամ եթե չունենք, որ մարմինն է այդ գործառույթը անելու եւ ինչպես է ընդհանրապես այդ process-ը կարգավորվելու։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև ի վերջո բոլոր որոշումները, որ չի, որ պետք է գնան եւ դատարաններում իրենց հանգուցալուծումը ստանան, եւ լավ կլինի, որ մենք բոլոր հնարավոր դեպքերում ունենանք ռեֆերենս լաբորատորիաներ, օրինակ դուք շատ լավ գիտեք, ասենք ՍԱՏՄ-ի տիրույթում գտնվող ՀԲԼՑԿ-ում մենք ունենք որոշ ուղղություններով ռեֆերենս լաբորատորիաներ եւ բանըթատ փորձում ենք այս մեր կարողությունները զարգացնել։ Ընդ որում պետք է ասեմ, որ այստեղ աշխատանքները բազմակողմանի են ընթանում, այսինքն մենք որոշ դեպքերում ինքներս հասկանում ենք, որ միգուցե ծախս արդյունավետության տեսանկյունից այս կամ այն պետական լաբորատորիայի ունենալը շատ հրատապ չէ, բայց այնուամենայնիվ դա պետք է, որովհետև առանց դրա, օրինակ հիմա մենք քննարկում ենք տեքստիլ լաբորատոր հզորությունների կարողությունների ձևավորման հարցը, բայց հասկանալի է, որ մի կողմից նայում ենք, որ դա իր ծախս արդյունավետությունը որոշակի երկար ժամանակահատվածում է լինելու առաջին հայացքից, բայց մյուս կողմից էլ ցանկացած պարագայում մեր տնտեսությունը, եթե փորձի ըստ էության միջազգային ստանդարտներին համապատասխան ապրանքների եւ ծառայությունների անցնել, այսինքն անցած են, բայց եթե այդ շուկաներ են գնում, առանց այդ լաբորատորիաների եւ առանց դրանց փորձաքննության հնարավոր չի, իսկ գիտենք ԵԱՏՄ տարածքում հաճախ էլ ավելի ծախսատար տնտեսության համար եւ տարբեր տեսակի հարցեր են իրականացիչ առաջանում, այս առումով շարունակում ենք եւ ուզում եմ նշել, որ 4 տեսակի ուրեմն լաբորատորիաներ ենք անախորժ տարվա ավարտեն։ Արձագանքեք։ Շատ լավ, այդ խոսքը շարունակեք, նաև կուզենայի հասկանալ ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը արդյոք նախագծի մեջ ներառված է, որովհետև տոտալ ամբողջությամբ ստուգել ըստ էության անհնար կլինի մշտական ստուգման տակ պահել, որպեսզի կարողանանք ավելի թիրախային եւ ռիսկային կետերը ստուգենք, ինչ մեխանիզմներ կան, արդյոք դրա վերաբերյալ որևէ գործառույթներ կան։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, միանշանակ կա, ընդ որում դուք էլ շատ լավ գիտեք, որ նաև ռիսկերի կիրառման տարբեր համակարգեր են գործում, ասենք նույն պարենային համակարգի դեպքում այդ համակարգի կիրառման տրամաբանությունն ենք շարունակաբար մեծացնում եւ զարգացնում եւ մենք հույս ունենք առաջիկա 2 տարում ուտեության հասնել նրան, որ մեր բոլոր կազմակերպությունները այդ ուրեմն այսպես ասած այդ process-ով անցած լինեն եւ կարողանանք այդ շղթան եւս փակել, ձեր բարձրացած բոլոր հարցերը իրականում կարևոր են եւ դրանց մի մասը արդեն իսկ հասցեագրված է, լուծված է, մի մասը բնականաբար մեր աշխատանքի ընթացքում շարունակաբար լուծելով գնում ենք։ Շնորհակալություն, պարոն Պապյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղ, հարակից զեկուցող տնտեսական հարցերի մշտական